Նիկոլ Փաշինյանը հիմա Պուտինին ձեռնտու է, դեռ կշարունակի ստանալ նրա հովանավորությունը, թե այնուամենայնիվ այս Սերժ Քոչարյանական թևը ակտիվացնելով փորձում են սրան դաս տալ, թե սրանք ուղղակի ակտիվացել են, որովհետև ընտրությունների են պատրաստվում։ Ես կասեի բոլորն էլ այդ հասածները։ Սերժ Քոչարյան ակտիվացումը նույն հին սպիտակ սևի խաղն է։ Բայց այդ սպիտակ եւ սևի խաղը երկու բան ունի։ Մեկ, որ ժողովրդին վախեցնել, որ հեսա այդ սևերը կգան, մյուս կողմից էլ որի մեջ իհարկե Նիկոլը մասնակից է այդ խաղի մեջ, բայց համել Նիկոլին զսպելու ձև է դա։ Ամեն Նիկոլին են հասկացնում Մոսկվայից, որ նայ Նիկոլ, եթե դու շատ համահանես, մենք նրանց կբերենք։ Իհարկե Ռուսաստանը այնքան է թուլացել, որ նայեք Ֆրանսիայի դեսպանատան առաջ ցույց արեցին 5-րդ Չարասյան ներկայացուցիչները։ Գիտեք, ես իսկապես ցավ ապրեցի, որ Ռուսաստանը այդքան նսեմացած, այդքան գետնին է հավասարվել, որ իրենք չկարողացան իրենց ամբողջ գործակալական ցանցով իրենց ուժերը հավաքեին, հա? Պոլիտ բան սխեմաներ գծողներով, իրենց ամբողջ հիբրիդային պատերազմ գծողներով եւ մաներով այդ մակարդակի հակահարված, իբր թե հակահարված էր, իբր թե Ֆրանսան պատերազմ է ուզում բերել։ Մենք թույլ չենք տա։ Գնացեք դա կարծեք թե Լավրովի պատվերն էր, պարոն Յանուկյան։ Հիշում եք, չէ՞, Լավրովը Ֆրանսիային քննադատեց, ֆաշիստական պետություն համարեց։ Այո, բայց ուզում ասեմ, որ այն մակարդակն էր, որ ոնց է մի մարդ, նույնիսկ մեր քաղաքանապես ոչ հասուն ժողովուրդը իմ կարծիքով դա բացարձակ իրենց երևում էր, թե ինչքան վատ բեմադրված պիեսա էր դա։ Շատ վատ։ Ես այդքան վատ ռուսերի կողմից բեմադրված բան չէի տեսել մինչև հիմա։ Իմ կարծիքով դա այսինքն դա ցույց է տալիս, թե ինչքան թուլացած են։ Ինչքան թուլացած են, որ չունեն նույնիսկ ռեսուրսը, որ եթե դու պիտի մեկին վարկաբեկ ես, չէ, պիտի մի բան լինի, որ վարկաբեկ ես։